Իմ այսօրվա գնումներն են, այս տոպրակի համար վճարել եմ 7326 դրամ, մեկ տարի առաջ այս նույն ապրանքների համար 600 դրամ ավելի քիչ կվճարեի, գնաճի վերաբերյալ վիճակագրական կոմիտեի հենց պաշտոնական տվյալներով եթե հաշվենք, այս նույն տոպրակը մեկ տարի առաջ 6719 դրամ կարժենար։ Ինչ կա իմ տոպրակում, ինչու եմ նույն մթերքների համար 600 դրամ ավելի շատ վճարում ու ինչու է հավքի թութելը ոչ միայն օգտակար, այլև ձեռնտու։ Ինչքան ձուկ եմ գնել, 1 կիլոգրամը 3290 դրամ, այս մեկ հատը մոտ 1800 դրամ նստեց։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ ձուկը թանկացել է 17.7%-ով, այսինքն եթե միջինով հաշվենք, այս մեկ հատի համար անցած տարի 1538 դրամ կվճարեի, 260 դրամ ավելի քիչ։ Ձուկ կամ միս պատրաստելու ժամանակ չկա, պետք է արագ ոտքի վրա մի բան եփել, դե կարելի է կիսաֆաբրիկատ մի բան վերցնել ու խնդիրը լուծել։ Հավի նագեցների փաթեթի համար 407 դրամ եմ վճարել, կոնկրետ այս տեսակի 1 կիլոգրամը հիմա 1200 դրամով են վաճառում։ Կիսաֆաբրիկատ մսամթերքը նախորդ փետրվարի համեմատ թանկացել է 5.1%-ով, եթե փորձենք պաշտոնական թվերով հաշվել, այն ժամանակ այս նույն 342 գրամանոց փաթեթի համար 387 դրամ կվճարեի։ Ձուկ պատրաստեք միս կամ կիսաֆաբրիկատ, ձեթի կամ կարագի կարիք, անպայման կունենաք։ Կարագի այս փաթեթի համար վճարեցի 990 դրամ, գնաճը 13.4% է կազմում։ Նույն տրամաբանությամբ եթե հաշվենք, անցած տարի այս նույն ժամանակահատվածում այս նույն կարագի համար 873 դրամ կվճարեի։ Ձեթ եք նախընտրում, հիմա ասեմ, այս տարան գնեցի 760 դրամով։ Գնաճը 13.2% է կազմում, այսինքն կոնկրետ այս տեսակի դեպքում հիմա 100 դրամ ավելի շատ ենք վճարում։ Անցած տարի 671-ով կարելի էր գտնել։ Մսամթերք ու կիսաֆաբրիկատ չեք ուզում, դե դասական կարտոֆիլը կա ու կա, բայց այստեղ գնաճը թռիչքաձև է։ Կիլոգրամը 285 դրամով էր վաճառվում, վերցրել եմ 1 կիլոից փոքր-ինչ ավելին, վճարեցի 334 դրամ։ 2024-ի փետրվարի համեմատ կարտոֆիլը թանկացել է 39.4%-ով։ Դարձյալ նույն տրամաբանությամբ եթե հաշվենք, անցած տարի այս նույն ժամանակահատվածում ճիշտ այսքան կարտոֆիլի համար կվճարեի 240 դրամ, շուրջ 100 դրամով ավելի քիչ։ Ճաշի կամ ընթրիքի հարցը լուծեցինք, հիմա սուրճի ժամանակն է։ Մոտ 100 գրամանոց այս փաթեթի համար վճարեցի 460 դրամ, գնաճն այս դեպքում շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ սուրճը թանկացել է 17.1%-ով։ Եկեք դարձյալ նույն կերպ հաշվենք, անցած տարի այս փաթեթի համար, եթե միայն պաշտոնական ցուցանիշներով առաջնորդվենք, կվճարեի 392 դրամ։ Գուցե թե եք նախընտրում, այս փաթեթը գնել եմ 620 դրամով։ Թանկացումը 6.7% է։ Հաշվենք, անցած տարի 40 դրամ ավելի պակաս կվճարեի, 581 դրամ։ Դե սուրճի հետ շատերը նաև շոկոլադ են սիրում։ Քաղցրի սիրահարները սակայն շոկոլադի համար հիմա ստիպված են ավելի քան 10%-ով շատ վճարել։ Այս սալիկը գնել եմ 530 դրամով, նույն հաշվարկով 1 տարի առաջ սա կգնեի 480-ով։ Ես քույր չունեմ, առավել ևս քրոջ երեխա, եթե ունենայի, քեռին ծախսի տակ էր ընկնելու։ Քանի քեռին սաղա, երեխեքը պետք է շոկոլադ ուտեն։ Իհարկե այս ամենի կողքին նաև գնիչեցումներ կան, օրինակ ձուն, պանիրն ու կատնաշորն են էժանացել։ Գոնե նախաճաշի հարցը կարելի է ավելի մատչելի լուծել։ Ընդհանուր առմամբ ըստ վիճակագրական կոմիտեի սննդամթերքը 1 տարվա ընթացքում թանկացել է 4.4%-ով։